Ես ամուսնացած եմ։ Հնարավոր է, չեմ կարող ասեմ, չէ, որովհետև շատ հետաքրքիր էր։ Ես կողակից ունեմ, բայց եթե կողակից չունենայի, աճիկա։ Ես իրականում ամուսնացած եմ, բայց իմ ամուսինը ինձ թողել է։ Չէ, ավելի շատ չէ, քան հա։ Ինձ թվում է այդքան ռիսկային չէի գտնվել։ Ես չէի մասնակցի, որտեղ ամուսնացած եմ։ Շատ բարդատրություն կլիներ իմ համար, նույնիսկ ես թվում է կկոմպլեքսավորվեի ու չէի մասնակցի, ու կվախենայի ավելի շատ ոչ թե կկոմպլեքսավորվեի։ Շատ հետաքրքիր էր, ամենակարևորը շատ իրական էր ու շատ որակով էր ամեն ինչը։ Հայկական իրականության մեջ բացառիկ նախագիծ էր, ֆանտաստիկ տպավորված է։ Պահեր են եղել, որ ուղղակի ամբողջ դահլիճով ձայնով խնդացել են, բայց ընդհանուր առմամբ Բայց շատ հավես, մենք այն աղմկոտ ամենա թիմն էինք, բոլորով շատ խնդում ենք, ծիծաղում ենք ու շատ հավես էր անցել ընդհանրապես։ Իրականում շատ տպավորված եմ, ահա որ շատ եմ սպասել այս նախագծին։ Շատ լավ, շատ ինտրիգա մտավ, արդեն պետք է նայել անպայման։ Տպավորություններս իրականում շատ լավն են, պրոյեկտը շատ մեծ էր, հսկայական էր։ Առաջի անգամ էի Հայաստանում այս ֆորմատով տեսնում ռեալիթի շոու, բավականին հետաքրքիր էր։ Շատ լավ, իրականում շատ եմ հավանել։ Լավ, իրականում կարողացի տարիները, որ ես դեյթի էի գնում։ Ֆավորիտներ կան, այն անունները ճիշտ ասած չեմ հիշում, բայց մի հատ աղջիկով չի աշխատում, ինքը շատ լավն էր, ես իր մեջ իրինց տեսա։ Ամենաառաջի դեյթում եղավ, այն սպիտակ կոստով տղաուն ինչ էր, ինքը շատ կխնդեցներ, լեննագանցիներն էլ էին լավը։ Հասրեցի ֆավորիտ դարձնել ինձ Սերգեյին եւ Վիկտորիան, որ ասեց ես ընդհանրապես ռոմանտիկ չեմ, այդ աղջիկը։ Թամարան իմ ֆավորիտ մասնակիցն է։ Հա, չեմ ասի։ Ֆավորիտ մասնակիցներ ունեմ, դեռ չգիտեմ ինչպես է, ընդհանրապես գաղափար չեմ ինչպես կզարգանան։ Երևի այն աղջիկը, որը Զախա Խաջիդին նման է։ Մասնակիցներից մեջ արդեն ունեմ ֆավորիտ, իմեջ տեսա այդ լուսավոր դրական պահին, ով իրոք արթնացնում է ու ուզում ես գնալ ժամադրության։